Իրանք Ղարաբաղի ժողովրդին են պապանդի կարգավիճակում պահել։ Թարանել են, միատել եկել են աչոտ են ուզում մեզանից, փողը խեք տվել։ Բայց չտայիք, ասել եք բանա, Հայաստանը փողերը կտրում է։ Ինչ է խնայել Հայաստանը ձեզ համար։ Ինչ է խնայել Հայաստանը ձեզ համար։ Ոչ կյանք է խնայել, ոչ փող է խնայել, ոչ տնտեսություն է խնայել։ Իսկ դուք Ես խոսում եմ Ղարաբաղի ժողովուրդ ջան, հանկարծ ձեր վրա չվերցնեք, որովհետև դուք նույնպիսի զոհ եք։ Դուք ընդամենը գործակալներ եք եղել Հայաստանի անկախությունը թույլ չտալու համար։ Դուք գործակալներ եք եղել գիտակցված թե չգիտակցված։ Չգաք ստեղ խաղացնեք։ Ասում եմ, դուք դեպի պիտի բացատրություն տաք։ Դուք ինչ եք կենթանի, որ միատել եկել եք 5000 զոհից եք խոսում։ Ինչ եք կենթանի։ Այդ բացատրությունը միջև չտակ, մեկը Հայաստանում ձենները ծպտումները դուրս չգա, արմատախիլ են կանելու ձեզ, արմատախիլ են կանելու։ Եկել են Ղարաբաղ են լացում, բայց ճղած գալիս է, դու ինչ գործ ունես ստեղ, Երևանում ինչ գործ ունես։ Դուք չէիք ասում, որ ես սահմանը փակել եմ, որ դուք չկաք։ Դուք չէիք պատերազմը սկսել է 50 կիլոմետրանոց ավտոշարասյուն ա եղել, 50 կիլոմետրանոց ավտոշարասյուն, եկել եք 5000 զոհ եք ասում։ Դուք ինչ եք կենթանի, որ միատել եկել եք 50000 զոհ ասում։ Դուք ինչի եք զոհերի մեջ չեք արա, դուք չէիք պայքարում բա։ Այս շենքերի երեխեքը պիտի գային ձեր անկախության համար պայքարեին։ Ծպտունները դուրս չգա, ես լուրջ եմ ասում ամեն չափ ու սահման ունի, ծպտունները Ղարաբաղի պաշտոնյա նախկին, ուրեմն չգիտեմ ինչ որ պսևդոէլիտայի ներկայացուցիչ է, մեկի ծպտունը դուրս չկա, մեկի ծպտունը դուրս չկա, ամեն ինչ չափ կա սահման կա, մեկի վերընկեք տեղներդ, ներվերներից հետ մի խաղացեք, վերընկեք տեղներդ, Միատ էլ մասկեքով, այդ մասկեքով ելույթը, ես, Ռոբ Սերժ, և նույն խոսույթը կին կլնի, տղամարդ կլնի, ով եկավ նույն խոսույթով կանգնեց հանդես եկավ, վզից բռնելու եմ շպրտեմ, մեկիտ կին կլնի, ասում եմ տղամարդ կլնի, միատ էլ կին, չգիտեմ ինչ, նույն խոսույթով, այդ մասկեքով է խոսույթով ով եկավ հանդես եկավ, պրոբլեմա ունենալու, Մեկը չասի, որ ինքը Ղարաբաղի պատգամավոր է, Ղարաբաղում պատգամավոր ելնեիք։ Ադրբեջանցիներին խնդրում աղաչում միջնորդում եք, որ ձեզ բաց թողեն գան Հայաստան։ Դրա մասին խիչ եք խոսում։ Հենա ադրբեջանցիները ասեն են Շահրամանյան Սամվելից սկսած, թող պատմեն ոնց ա եղել, որ իրանք եկել են, ոնց ա եղել, որ եկել են, բա ինչի իրանք չեն բռնել, բա ինչի տենց սկզբունքային պայքարող Ղարաբաղի ինքնորոշման համար, ոնց են եկել հասել Հայաստան։ Վերընկեք տեղներդ, որևէ մեկը Հայաստանի քաղաքական կյանքին միջև չմտնեք, ձեր սերունդը ընդհանրապես, ձեր երեխեքը նոր Հայաստանի քաղաքացի կլինեն, լիարժեք կապրեն Հայաստանում, իրանք ամեն ինչին քաղաքական դուք մի կողմ քաշվեք։ Եվ այս ընտրություններում Ռոբերտ Սերժ Կալուգացի այդ բանն էլ պրոբելորուսն էլ, որի այդ նույն քոչարանասերժական կլանի անդամը, արդեն ստեղներս եք հասցրել։ Էլ տեղ չունեք դուք ապրում եք ձեր քաղաքական կյանքի վերջին ամիսը, դուք ապրում եք ձեր քաղաքական ողորմելի կյանքի վերջին ամիսը, և ես ձեզ ասում եմ, բերելու եմ պատասխանատվության, դուք բերվելու եք պատասխանատվության։ Ուրեմն ես ասում եմ, այդ լակոտները, որ գալից մեզ բրդում են, թող բացատրեն ինչ են իրանք կենթանի և ինչ են մեր տղեքը զոհված, թող բացատրեն, էական չի, իրանք իրավունք չունեն գանստեղ խոսալու, իրանք պտի գնան վերընկնեն տեղները և հանգիստ նստեն, թող իրանք այդ Արտուր Օսիպյանն թող բացատրի ինքը ինչի է կենթանի, ինքը ինչի է զոհված, ինքը ինչի չի զոհված, ինքը ինչի է հիմա եկել են մեզ ասում են 5000 զոհ, ինքը ինչի է կենթանի, պետք է բացատրի, թիկունքում բաներ անում, պայոկեր ուտում թիկունքում, միատ էլ եկել է բանը, յակը միսկի խումբը, Ղարաբաղի հարցը, չկա Ղարաբաղի հարց, ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի,
ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ ունել։ Ղարաբաղի հարցը փակված է։ Ընտրություններ 26-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 26-ին քվեարկում ենք։ Եվ ես ասում եմ, առաջինը Ղարաբաղի ժողովուրդը պետքա ոտի կանգնի այն կլանի դեմ, որ իրանց կեղեքել եւ իրանց որպես պատանդ 35 տարի պահելա։ Առաջինը Ղարաբաղի ժողովուրդը, նրանք լիարժեք պետքա տնավորվեն Հայաստանում եւ պետքա ետ կանգնեն եւ հրաժարվեն իրանց գաղթականության տրամաբանության մեջ հրողներից։ Սիրելի Ղարաբաղցի մեր քույրեր եւ եղբայրներ, ես ձեզ կոչ եմ անում, լիարժեք մտեք Հայաստանի քաղաքացիության կյանքի տրամաբանության մեջ, մենք էլ ձեր կողքը կանգնած ենք ամեն ինչով եւ կարծում եմ մենք դա ապացուցել ենք։ Այս ամեն ինչ ինչ որ անում ենք անթերի չի, բայց անկեղծա սիրով է եւ մենք միջև վերջ process-ը տանելու ենք։ Մի րոպե չմտածեք, բայց այս պսևդոելիտա ստահակներից պետք է ազատվել։ Այս Քոչարյան Սերժ, այս սրած նման, այս ովքեր են այս դեպքերը, այս դեմքերը միջև չբացատրեն, իրանք ինչի զոհված չեն, իրանք խոսալու իրավունք չունեն։ Հիմա էլ եկել են 5000 զոհ։ Դուք չեք տրվել, դրա համար են մեր տղեկը, դուք փախել եք, դրա համար են մեր տղեկը զոհվել, դուք փախել եք, դուք փախածներն եք, դուք փախնողներն եք, դուք դավաճաններն եք, դուք իրավունք չունեք խոսալու։ Շնորհակալ եմ։ Ու ասում եմ, ով մոտեցավ, հիմա բան եք մտածել, ով մոտեցավ այս նույն դեմայով, նույն բանին է արժանանալու։ Վերընկնեք տեղներդ, մեկը չհամարձակվեք, գաք այդ նույն նարատիվները, այդ Քոչարյանա Սերժա կալուգայական, լրտեսական նարատիվները տանեք։ Զգուշացնում եմ բոլորիդ, ոտի տակ չընկնեք, նստեք տեղներդ, ոտի տակ չընկնեք։ Մի փոքր աճ ընդունեք, ժողովուրդ ջան։ Ասեք։ Դուք ասում եք